Գարնանային դետոքս 3 հիմնական սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ դիմավորել գարունը մարմնի եւ սննդի հետ ներդաշնակ։ Գարնանը մեր լուսային օրը երկարում է, որի շնորհիվ մենք ունենք սերոտոնինի, մեր երջանկության հորմոնի եւ մեր մոտիվացիայի հորմոնի դոֆամինի սինթեզի բարձրացում, հետեւաբար գարնանը ավելի էներգիայով լի ենք, ավելի երջանիկ ենք բոլորս։ Ինչ անենք օրգանիզմը վերականգնելու համար, որոնք են ձմռան ավարտին ավելի հաճախ հանդիպող դեֆիցիտները։ Առհասարակ ունենք վիտամին D-ի դեֆիցիտ, ֆոլատ թվի եւ երկաթի դեֆիցիտ կարող ենք ունենալ։ Հորմոնները մեր շարժիչ ուժն են, ինչպես նշեցիք, մեր էներգիայի լավ տրամադրության աղբյուր, ուրեմն պետք է առողջ պահել հորմոնները։ Ունենք ազդեցություն սեռական հորմոնների վրա, օրինակ էստրոգենների վրա, այդ է պատճառը, որ կանանց մոտ կարող ենք նկատել օրինակ ճնշման տատանումներ։ Դուք մեր հորմոնների բժիշկն եք, մենք գիտենք, որ խոլեստերինի հիմնական շինանյութն է հանդիսանում հորմոնների, ուրեմն ինչ ուտել հորմոնների համար։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, ձմեռն իր հետ տարավ օրգանիզմում պահեստավորած ռեսուրսները եւ հիմա խնդիր ունենք վերականգնվելու։ Գարնանային դետոքս 3 հիմնական սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ դիմավորել գարունը մարմնի եւ սննդի հետ ներդաշնակ։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Մերի Կարապետյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն, անչափ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել։ Այո, գարնանը մեր հորմոնները խաղում են, իսկ դուք մեր հորմոնների բժիշկն եք, ասացեք խնդրեմ, ինչ է տեղի ունենում ձմեռ գարուն այս անցման շրջանում։ Գարնանը մեր լուսային օրը երկարում է, որի շնորհիվ մենք ունենք սերոտոնինի, մեր երջանկության հորմոնի եւ մեր մոտիվացիայի հորմոնի դոֆամինի սինթեզի բարձրացում, հետեւաբար գարնանը ավելի էներգիայով լի ենք, ավելի երջանիկ ենք բոլորս, այո։ Եվ էլի ազդեցություն ունենք օրինակ վահանաձև կեղծի հորմոնների վրա, քանի որ ցուրտ եղանակին կոմպենսատոր մեխանիզմով վահանաձև կեղծի հորմոնները մի փոքր բարձրանում են, գարնանը արդեն կարգավորվում են, բայց առողջ մարդկանց մոտ դա որևիցե ազդեցություն չի թողնում, հա։ Ունենք ազդեցություն սեռական հորմոնների վրա, օրինակ էստրոգենների վրա, այդ է պատճառը, որ կանանց մոտ կարող ենք նկատել օրինակ ճնշման տատանումներ, կամ այն կանայք, ովքեր գտնվում են մենոպաուզայի տարիքում կամ նախադաշտանային տարիքում, իրենց մոտ արդեն նկատվում է էստրոգենների մակարդակը, քանի որ նվազած է, նկատվում է քրտնարտադրության sense ավելացում, նյարդային լարվածությունը ավելի բարձր է լինում։ Հիմնական ազդեցությունները հորմոնների վրա դրանք են։ Ինչպես դրանք կարգավորել, հորմոնները մեր շարժիչ ուժն են, ինչպես նշեցիք, մեր էներգիայի լավ տրամադրության աղբյուր, ուրեմն պետք է առողջ պահել հորմոնները։ Մենք կտանք ձեզ 3 պարզ միջոց՝ գարնանային դետոքս, որպեսզի ներդաշնակ լինեք մարմնի եւ սննդի հետ, ինչ է պետք անել, ինչի մասին է խոսքը։ Իհարկե դետոքս ասվածը մենք ի նկատի չունենք այդ հյութերը կամ ինչ-որ մի բան, մեր օրգանիզմում լյարդը ինքնին դետոքսիկացիա կատարում է։ Մեզ համար կարևոր է մի հատ օրգանիզմի թարմացումը եւ դրա համար 3 կարևոր քայլեր կան՝ վերականգնումը, սնուցումը եւ ֆիզիկական ակտիվությունը, նյութափոխանակությունը ակտիվացնելու համար։ Ուրեմն ինչ անենք օրգանիզմը վերականգնելու համար, որոնք են ձմռան ավարտին ավելի հաճախ հանդիպող դեֆիցիտները։ Առհասարակ ունենք վիտամին D-ի դեֆիցիտ, ֆոլատ թվի եւ երկաթի դեֆիցիտ կարող ենք ունենալ, ինչպես նաեւ մագնեզիումն է պակասում մեր օրգանիզմում եւ դրանք կարող են բերել մի շարք ախտանշանների՝ թուլություն, հոգնածություն, մկանային ցավեր, էներգիայի կորուստ, անընդհատ նյարդային լարվածություններ, նման նշանների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ արդեն դրանք։ Ինչպես լրացնել այդ դեֆիցիտները, ինչպես հասկանալ կոնկրետ ինչի կարիք ունի օրգանիզմը։ Կախված թե մեր գանգատը որն է, օրինակ եթե ունենք մազաթափություն, ավելի հակված ենք, որ կարող է լինել երկաթի դեֆիցիտ, իհարկե բոլոր այդ մեր գանգատները պետք է համադրենք լաբորատոր հետազոտությունների հետ։ Եվ ունենք պրոֆիլակտիկ դեղաչափեր, օրինակ վիտամին D-ի համար 2000 միավոր օրական եւ մագնեզիումի համար 400 միլիգրամ օրական, իսկ օրինակ ֆոլատ թվի, բետա-2-ի կամ երկաթի համար պրոֆիլակտիկ դեղաչափեր չունենք եւ հստակ լաբորատոր անալիզների հիման վրա է որոշվում, թե ինչ դեղաչափով կարող ենք օգտագործել։ Մի լրացում միայն, որ կարող ենք օրինակ սննդակարգով, եթե խորը չեն դեֆիցիտները, օրինակ երկաթի դեֆիցիտի դեպքում կամ բետա-2-ի դեֆիցիտի դեպքում շատ միս օգտագործելով, մսի բաժինը ավելացնելով, միայն այդ տարբերակով, որ սնունդը ավելացնենք մեր ռացիոնում։ Շատ լավ։
Օրգանիզմը վերականգնելուն օգնում է հանգստի ռեժիմը, քունը հատկապես, այստեղ գործ ունենք մելատոնին հորմոնի հետ, բայց որը չգիտես ինչու ավելի քիչ է արտադրվում կամ ինչ որ պատճառով լավ չի աշխատում եւ շատերը տառապում են անքնությունից։ Ինչ անել, արդյոք գարունը օգնում է ազատվել անքնությունից, վերականգնել քնի որակը։ Տեսեք, գարնանը լուսային օրը երկարում է եւ մելատոնինի հորմոնի սինթեզը, որը քնի հորմոններ, հա, նվազում է։ Հետևաբար արդեն մեր էներգիան է շատանում, ակտիվությունն է մեծանում, նյարդային լարվածությունն է անցնում, հա, եւ այդ տարբերակով քնի լիարժեք կարգավորումը օգնում է մեր օրգանիզմին վերականգնվել։ Ցանկալի է քնել մինչև ժամը 11-ը եւ երբ որ արթնանում եք, գոնե մի 10-15 րոպե լինել բնական լույսի տակ, որը որ կօգնի եւ մելատոնինի սինթեզի կարգավորմանը եւ մեր ստրես հորմոններից կորտիզոլի սինթեզի կարգավորմանը, որը ընդհանուր առմամբ կվերականգնի մեր օրգանիզմը։ Ուրեմն գարունը նպաստավոր է անդրադառնում քնի կարգավորման վրա։ Այո, Շատ լավ։ Ջուրը, խոսենք հիդրատացիայի մասին, մեծ կարևորություն ունի օրգանիզմի վերականգնման գործում, երբ մեզ լավ չենք զգում, առաջին բանը որ անում ենք, մեկ բաժակ ջուր ենք խմում։ Խոսենք ջրի գործոնի մասին, ինչու է այն կարևոր, որքան պետք է խմել եւ ինչպես է այն օգնում։ Տեսեք, ջուրը մասնակցում է գրեթե բոլոր հորմոնալ եւ կենսաքիմիական գործընթացներին եւ հորմոնների կարգավորման հարցում շատ կարեւոր դեր ունի, ինչպես նաեւ արյան մակարդակն է կարգավորում, ճնշման մակարդակի կարգավորում, լիարժեք քանակով ջրի օգտագործումը օգնում է, որ մենք այտուցներ չունենանք առհասարակ։ Հիմնական դերը դրանում է կայանում ջրի, ինչ վերաբերվում է ինչ քանակով ջուր օգտագործել, քանի որ ձմռանը մենք մի փոքր ավելի քիչ ենք ջուր օգտագործում, ցանկալի է, որ գոնե գարնանը սկսենք միջինում 1.5-ից 2 լիտր ջուր օգտագործել, իհարկե լիարժեք ցուցանիշը կախված է նաև մեր մարմնի զանգվածի ինդեքսից եւ յուրաքանչյուր անձի համար մի փոքր անհատական է, կախված օրգանական խնդիրներից, այտուցների առկայությունից, ճնշման տատանումներից, յուրաքանչյուրի համար մի փոքր անհատական է ջրի բաժինը։ Բայց կարծես թե ջուրն ավելանում է գարնան հետ, նաև մեր օրգանիզմում ընդունելու չափաբաժինը։ Այո, ցանկությունն է ավելանում ջրի օգտագործման, այսինքն ծարավի զգացողությունը մի փոքր մեծանում, այդ առումով մի փոքր ավելի շատ է պետք օգտագործել, չջրազրկվելու համար իրականում։ Օրգանիզմը վերականգնելուց հետո, այսինքն լրացնելով այն բոլոր դեֆիցիտները վիտամինային, որ ունենք, հետևելով քնի եւ ջրի չափաբաժնին, ռեժիմին, այսպես քնի ռեժիմին նույնպես, օրգանիզմը կարիք ունի սնուցելու, ինչ պետք է ավելացնել սննդակարգ։ Մենք ձմռանը մի փոքր ավելի ծանր ուտելիքների ենք սովոր եւ արդեն գարնանը հնարավորություն ունենք օգտագործելու շատ բանջարեղեն, շատ մրգերի մեջ շատ մանրաթելեր կան, որոնք նպաստում են գլյուկոզայի լիարժեք ներծծմանը, նպաստում են ինսուլինառեզիստենտականության նվազեցմանը, նաև մագնեզիումի պահանջ ենք ունենում, կարելի է օգտագործել արևածաղկի եւ դդմի սերմեր, որպեսզի դրա պակասը լրացվի եւ նյարդային լարվածություն չունենանք։ Հիմնական ուտելիքները դրանք են, որ կարելի է ավելացնել սննդակարգում։ Այսինքն որքան հնարավոր է թարմ, Այո, բանջարեղեններ, կանաչ, այո, սնունդ հորմոնների համար, դուք մեր հորմոնների բժիշկն եք, մենք գիտենք, որ խոլեստերինը հիմնական շինանյութն է հանդիսանում հորմոնների, ուրեմն ինչ ուտել հորմոնների համար։ Տեսեք, խոլեստերինը ինքը ստերոիդ հորմոնների եւ սեռական հորմոնների հենց էստրոգենների, պրոգեստերոնի համար է շինանյութ համարվում, եւ այստեղ կարեւոր է որ տեսակի խոլեստերինը։ Մեզ պետք են լավ ճարպաթթուներ, օմեգա 3, 6, 9, հա։ Այստեղ էլի կարող ենք օգտագործել կտավատի սերմեր, ձեթ կարելի է օգտագործել ձիթապտղի, հենց ինքը ձիթապտուղը, ընկույզը եւ այստեղ սաղմոնը, որ էլի օմեգա 3-ի մեծ աղբյուր են։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ բուսական օմեգա 3-ի աղբյուրների կենսամատչելիությունը այդքան բարձր չէ, ինչքան կենդանականինը, հետեւաբար ավելի նախընտրությունը տալիս ենք օրինակ սաղմոնին, որ խոլեստերինի լավ օրգանական ճարպի աղբյուր է։ Իսկ որն է այն սնունդը, որը կարող է վնասել մեր հորմոններին, հորմոնալ դիսբալանս առաջացնել։ Մեր հորմոնների վրա վատ ազդեցություն ունի, օրինակ fast food-ը, արագ սնունդը, այդ մեր բուրգերները, չիփսերը, նման տարբերակներ, ինչպես նաև գազավորված ըմպելիքները կամ ուղղակի քաղցր հյութերը, որոնք անմիջական ազդում են եւ ինսուլինի գլյուկոզայի փոխանակության վրա առաջացնում են ինսուլինառեզիստենտականություն, հետեւաբար նաև ճարպակալում եւ մյուս կողմից նաև ազդում են էստրոգենների փոխանակության վրա, այդ կերպով էլ ազդում են դաշտանային ցիկլի խանգարումների համար։ Որն է երրորդ քայլը օրգանիզմի
օրգանիզմը վերականգնելուց եւ սնուցելուց հետո մեր ինչ պետք է անել հորմոնները ակտիվ եւ առողջ պահելու համար։ Այստեղ շատ կարևոր է ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, օրվա ընթացքում գոնե 7-ից 10,000 քայլ եւ շաբաթական գոնե 2-ից 3 անգամ ուժային մարզումներ։ Դրանք կկարգավորեն մեր երջանկության հորմոնի սերոտոնինի մակարդակը, մենք կդառնանք ավելի ակտիվ, երջանիկ, ավելի մոտիվացված եւ նաեւ ազդեցություն ունի ինսուլինառեզիստենտականության վրա, որ նպաստում է, որ ինսուլինը լավ ազդի գլյուկոզայի վրա ներծծման հարցում եւ չունենանք ճարպակալում։ Այսպիսով մենք արագացնում ենք նյութափոխանակությունը եւ հենց սա է պատճառը, որ գարնանն ավելի հեշտ է նիհարել։ Ձմռանը մեր մոտ ավելի նստակյաց կյանք ենք մենք վարում, սնունդը ավելի վատն է, նաեւ ստրեսային իրավիճակները ավելի շատ են, հետեւաբար կորտիզոլի մակարդակն է ավելի բարձր, որը որ չի թողնում մենք արագ նիհարենք եւ նաեւ այդ կորտիզոլային որովայնի մասին է խոսքը գնում ճարպակալման, դրա համար ենք գարնան երբ որ դուրս ենք գալիս, արդեն շատերի մոտ նկատում ենք այդ որովայնի հատվածը կամ քաշի ավելացումը։ Այո, իսկ գարունը օգնում է մեզ ավելի արագացնելով նյութափոխանակությունը, այո, ավելի արագ նիհարել, այս դեպքում նաև նկատվող քաշի կանգը ձմռանը կարող է չլինել պարզապես ավելի հեշտորեն ազատվեք ավելորդ կիլոգրամներից, լավ մերի, իսկ եթե կա խնդիր, որն է լուծումը, ինչ սիմպտոմների կամ ախտանիշների պետք է ուշադրություն դարձնել էնդոկրինոլոգին դիմելու համար։ Բոլոր այդ գանգատները ու ախտանշանները գալիս են մեզ մոտ դեֆիցիտներից, օրինակ վիտամին D-ի դեֆիցիտի դեպքում մենք ունենք անդադար թուլություն, մկանային ցավեր, ոսկրային խտության նվազում, քանի որ այն մասնակցում է կալցիումի փոխանակությանը, մագնեզիումի պակասից կարող ենք ունենալ նյարդային լարվածություն, անկապ միջև ձեռքերի դող կարող է լինել, երկաթի պակասից էլի ընդհանուր թուլություն, մազաթափություն, վիտամին D-ի պակասից նաև եղունգները կարող են կոտրվել, էստրոգենների փոխանակության խանգարումից կարող ենք դաշտանային ցիկլի խանգարումներ ունենալ եւ բոլոր այդ ախտանշանների դեպքում ցանկալի է դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժությամբ, որպեսզի բժիշկը կարողանա ձեր ախտանշանների կլինիկական նշանների ֆոնի վրա որոշել ինչ անալիզներ է ձեզ պետք, քանի որ այդ բոլոր գանգատները, որ ես ձեզ նշեցի, դրանք միայն դեֆիցիտներից չէ, որ կարող են լինել, օրինակ կարող է նույն հոգնածությունը կամ թուլությունը լինել վահանաձև գեղձի խնդիրների դեպքում եւ հետեւաբար մեզ պետք է հստակ ախտորոշում, հստակ բուժման համար։ Շատ լավ, ուրեմն ամփոփենք, որոնք են այն 3 հիմնական քայլերը, որոնք կօգնեն մեզ գարնանը վերականգնել օրգանիզմի ռեսուրսները։ Կարգավորել քնի ռեժիմը, սնվել լիարժեք, լրացնել վիտամինային դեֆիցիտները եւ երրորդը կարգավորել ֆիզիկական ակտիվությունը։ Շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար։ Հետևեք մեր հաղորդումներին, կարևորը բաց չթողնելու համար մենք զրուցում էինք էնդոկրինոլոգ Մերի Կարապետյանի հետ։ Դուք դիտում էիք Միֆ թե իրականություն հաղորդումը։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին։ Համեցեք Յասաման։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Հետևեք նաև մեր Facebook-ի, Instagram-ի, TikTok-ի էջերին, բաժանորդագրվեք, իսկ մենք կհանդիպենք Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։